անցնենք մյուս էական դրույթներից մեկին, որը որ front office եւ օպերատորի գործառույթի սահմանումներ, ինչ է նշանակում front and back office մոդելը, ինչ է նշանակում դրա օպերատորը։ Ով է ընտրելու այդ օպերատորին, արդյոք օպերատորն ապահովելու անվտանգությունը, անվտանգության կոմպոնենտը իհարկե նախորդ հարցերում կար, բայց նաև փոխկապակցված այս մասը։ Դե front office, back office ես արդեն թարգմանություն էլ ասեցի, իրենց կիրառական նշանակությունն էլ ասեցի, սա մի մոդել է, որը լայնորեն կիրառվում է մասնավոր ընկերություններում, պետական բազմաթիվ գործառույթների իրականացման մեջ, իմաստը հետևյալն է, երբ որ քաղաքացին կամ սահմանահատողը կամ չգիտեմ բիզնեսի դեպքում հաճախորդը կամ ինչ այցելում է այդտեղ երկիր, ընկերություն, բանկ, չգիտեմ, եւ ուզում է որոշակի ծառայություն ստանալ, ինքը չի տեսնում այդ ծառայությունների մշակման, իրականացման ամբողջ ուրեմն ծավալը եւ մոտավորապես մեկ պատուհան սկզբունքով ինչ որ մարդիկ իրենց բարեհամբույր սպասարկում են, թղթերը տվյալները հավաքագրում են, թե հետո ոնց է ընթանում այդ process-ը, ոնց են տվյալները մշակվում, ոնց է որոշում կայացվում, դա արդեն տեղի ունենում, այսպես ասած, ետնաբեմում, հա, back office-ում, այս սկզբունքի մասին է, ինչ վերաբերում անվտանգության կոմպոնենտին, էլի շատ ուղիղ ասեցինք, որ որևէ գործառույթ պետական չի արտապատվիրակվում ամբողջ ծածկույթով մեկ թրիփի, ուրեմն Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասու մարմինների ամբողջական հասանելիությունը ապահովում է, ներկայությունը սահմանապահ մաքսային մարմիններում մշտապես ապահովում է եւ այլն, այսինքն մանրամասն անդրադարձ կա այդ բոլոր հարցերին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։